2012 թվականի իր գործունեության հիմնական արդյունքներն Արցախի Հանրապետությունում ամփոփեց Valex խումբը։ Valex խմբի Հայաստանում, Արցախում եւ Ռուսաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսություն, որին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միայն փետրվարի 1-ից մենք ստացանք արդեն իսկ աշխատող մի վարկային գիծ 283 միլիոն դոլարի չափով, որը թույլ կտա վերջացնելու Թեղուտի ծրագիրը ժամանակին, այսինքն 2014 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ունենանք աշխատող մի խոշոր արդյունաբերական լեռնահանքային համալիր, որը կլինի երկրորդը Հայաստանում։ Ըստ նախնական տվյալների 2012 թվականի ընթացքում խմբի ընկերությունների գումարային ներդրումները Հայաստանում կազմում են շուրջ 80, Արցախում շուրջ 20 միլիոն ամերիկյան դոլար։ 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 4000 մարդ, որից 3500-ը Հայաստանում եւ Արցախում։ Ընթացիկ տարին նշանավորվեց խմբի արտադրական ծրագրերն իրականացնելու համար կնքված նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ծավալներ ունեցող վարկային պայմանագրով Ստեփանակերտում Valex Garden հոթել հյուրանոցային մարզարողջարանային համալիրի գործունեության մեկնարկով եւ Կաշենի լեռնահանքային համալիրի ստեղծման ծրագրի մեկնարկով։ Ավանդույթի համաձայն Valex խմբի շքանշանով եւ դրամական պարգևներով պարգևատրվեցին տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքային առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք աշխատողներ։ Ես ասենք թե իմ մասնագիտությունը մի քիչ կողքի մասնագիտություն է, ես ոչ գառնյակ եմ, ոչ մետալուրգ եմ, էներգետիկ եմ աշխատում, բայց պարզվում է, որ նաև այդ աշխատանքն է գնահատում այս մեր կամպանիայում։ Ընկերության գործունեությանը աջակցելու համար խմբի բարձրագույն պարգևով պարգևատրվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ մեդալին ուղեկցող դրամական պարգևը Արկադի Ղուկասյանը կտրամադրի հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների աջակցության ծրագրերին։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Արմենիա հեռուստաընկերության համար։